Հայաստանում սոցիալական քաղաքականության առանցքում մարդն է ու մարդակենտրոն մոտեցումը եւ ամեն ինչ բխում է հենց այդ սկզբունքից։ Ասուլիս նա այս կերպ սկսեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ, սա ոչ միայն մեր նախարարության սկզբունքն է, այլև մեր ամբողջ կառավարության։ Եվ մեր բոլոր բարեփոխումները եւ ծրագրերը ըստ էության դրանից են սերվում։ 2025-ի կարևոր բարեփոխումների թվում նախարարը ընտանիքների գնահատման նոր համակարգի ներդրումն է նշում։ Ծրագիրն այժմ փորձարկվում է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, որը հուլիսի 1-ից տարածում կգտնի ամբողջ հանրապետությունում։ Իմաստը այն է, որ գնահատվի իրական կարիքը եւ ոչ թե ձևական իմաստով որոշվի ընտանիքը կարող է լինել կարիքավոր, թե չէ, եւ նաեւ օգնությունը, որը տրամադրվելու է այդ ընտանիքներին, լինի այդ կարիքի վրա հիմնված եւ տրամադրվող օգնության չափը լինի էական։ Այս պիլոտային ծրագրով անապահովության միջին նպաստը մոտ 78,000 դրամ է եւ այդ թիվը կարող է հասնել ընդհուպ մինչեւ 200,000-ի, ի տարբերություն նախկինում գործող շատ ավելի ցածր չափով նպաստների։ Նախարարի գնահատման բոլոր տեսակի անապահովությունը կանխարգելելու կամ մեղմելու ծրագրերը մեկ հիմնական նպատակ պետք է ունենան։ Դա աշխատանքի միջոցով ընտանիքների կենսամակարդակի ապահովումն է։ Խոսքը աշխատունակ քաղաքացիների մասին է։ Մենք տեսնում ենք աղքատության հաղթահարման մի բանաձև, դա աշխատանքն է եւ մեր նախարարության անվանումը պատահական չի, որ կոչվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ ոչ թե հակառակը։ 2025-ի մյուս կարևոր փոփոխությունն ըստ նախարարի, որն ունի նաև ժողովրդագրական իմաստ, երրորդ եւ հաջորդ երեխային տրամադրվող ամսական 50,000 դրամների աջակցության ծրագիրը պետական նպաստի վերափոխելն է, որը գործում է այս տարվա հունվարի 1-ից։ Ինչպես նախկինում էլ այսուհետ եւս ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար պետությունը տրամադրելու է պարբերական նպաստ մինչև 6 տարեկան դառնալը ամսական 50,000 դրամի չափով եւ հաշվի առնելով, որ նաեւ այդ վճարից օգտվելու պարագայում նաեւ այդ վճար է տրվում, այն կարող է դառնալ մինչև 60,000 դրամ եւ եթե բազմապատկում ենք, դա 4 միլիոնից ավել դրամ է ստացվում մինչև 6 տարեկան։ Հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար, գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում կենսաթոշակառուները եւ նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչեւ 10,000 դրամով։ Կենսաթոշակ եւ նպաստ ստացող 387,000 քաղաքացի օգտվում է հետվճարի համակարգից, որը բոլոր ստացողների 660,000-ի 57%-ն է։ Եվ եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները նախընտրեն ունենալ առկա քարտ, վիզա կամ մաստերքարտի փոխարեն, նրանք կարող են նաեւ հավելյալ եւս 2% ստանալ իրենց կենսաթոշակներից եւ նպաստներից անկանխիկ առևտուր իրականացնելու դեպքում։ Արցախից բռնի տեղահանված 4040 ընտանիք բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում արդեն ստացել է հավաստագիր, որից 1755-ն արդեն իրացվել են։ Թորոսյանն ասաց, ընթացքում եղել են նաև շտկումներ ծրագրում եւ չբացառեց, որ ելի լինեն տեխնիկական շտկումներ, որովհետեւ տարբեր իրավիճակներ են բացահայտվում։ Ուստի ծրագիրն ընթացքում լավարկվել է եւ հնարավոր է, որ ելի լավարկվի։ Իսկ հավաստագրերի տրամադրման եւ իրացման գործընթացում հիմնական խնդիրը ըստ նախարարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է։ Շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն, տարբեր պատճառներով եւ ես այդտեղ չեմ կարող չնկատել կամ չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ եւ դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Եվ այդ շահարկումները եւ ոչ միայն ըստ էության բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չի որ ստացել են քաղաքացիություն ու նաև կան օբյեկտիվ այո պատճառներ։ Արսեն Թորոսյանը ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է համարում առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Ըստ նրա, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, պետությունը որոշել է այդ հարցը հոգալ, ծախսը վերցնելով իր վրա։ Քանի որ առողջության ապահովագրության ամսական վճարը մոտավորապես 10,800 դրամ է 200,000-ից բարձր ստացող քաղաքացիների համար։ Այն մյուս բոլոր քաղաքացիների համար պետական բյուջեից է փոխանցվում այդ 10,800 դրամը, որը փաստացի կարելի է ասել, որ մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10,800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք ապահովության հիմնադրամին, որ երբ որ կծագի խնդիր, այդ խնդիրը լուծվի։ Իսկ առողջությանն առնչվող խնդիրները Արսեն Թորոսյանի համոզմամբ երբեք չեն լինում 10,000 դրամի, այլ այդ ծախսերը կարող են լինել 100,000-ավոր դրամների, որովհետև 100,000 դրամից էժան բժշկական միջամտություն չկա։ Լինում են նաև միլիոնավոր դրամների բժշկական միջամտություններ։ Տիգրան Ուղակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։